Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ, այսօր երևի թե առնվազն երկու թեմաներ կշոշափենք, մեկը այն, որ երեք ձևիստները խալխի ձևով շարժումը հայտարարեց վերջապես իր վարչապետի թեկնածուի անունը եւ արհեստական բանականության միջոցով դիմեց հանրությանը եւ իհարկե այսօր արդեն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր ընտրությունները, ներկուսակցական ընտրություններն է ընտրությունների միջոցով կազմում է առաջիկա ընտրություններին մասնակցության ցուցակը, թե ովքեր են լինելու առաջադրվող падգամավորները։ Սկսենք այստեղից երևի թե, որովհետև ձևիստներին մի փոքր երկար երևի ժամանակ հատկացնենք։ Ուրեմն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իսկապես քանդում է բոլոր կարծրատիպերը եւ շատ ավելի ամեն անգամ ավելի ու ավելի բաց ու թափանցիկ է դառնում հանրության առաջ, անկախ դրանից որքանով է դա ներկուսակցական գործունեություն եւ որքան այսինքն շատ բարձ ցույց է տալիս իր ֆինանսական հոսքերը, ինչպես են դրանք հավաքագրվում, ինչերի վրա են ծախսվում, այստեղից սկսած վերջացած թե մաքսիմում որքանով է քաղաքացիական պայմանագիրը որքանով չի ուղղորդվում մեկ մարդու կողմից, հասկանում եք, այսինքն ցանկացած մեկը կուսակցական կարող էր տեխնացությունն իր առաջադրել, ով որ կարծում էր, որ ինքը վաստակել է այդ իրավունքն ու հնարավորությունը իր աշխատանքի միջոցով կարողացել է հասնել նրան, որ կարող էր եւ հայտ ներկայացնել, իհարկե կուսակցականների մասին է խոսքը, կազմվել են ցուցակը մոտ 274 թե 84 մասնակից են գրանցվել եւ իրենք իրենց մեջ ընտրություններով պետքա ցույց տան, պետքա նայեն թե ով առաջի համարը, երկրորդ, երրորդ, չորրորդ եւ այսպես շարունակ, բնականաբար ով ինչքան ձայն կհավաքի։ Այսինքն մաքուր ներկուսակցական գործունեություն, բարձ թափանցիկ, նստած չեն երկու հոգի որոշում, թե այ ինքը թող լինի առաջի համարը, ինքը քանի որ քեռուս տղան է թող երկրորդը, մյուսը։ Շատ պարզ է, ամեն մեկը իր գործունեությամբ ինչ որ ցուցադրել է, դրա գնահատականին պիտի որ արժանանա։ Հաջողություն ենք մաղթում մասնակիցներին։ Բայց իհարկե հանրապետականները հանրապետական չեն լինի, որ չանդրադառնային սրան, այս թեմային։ Ուրեմն տեսեք ոնց է 274 մասնակիցների անունները I3-ից մի փոքր կարճ ֆորմատի վրա գրված են անուն ազգանունները, մարդիկ 50 հոգի պիտի ընտրեն եւ ով ավելի շատ ձայն հավաքի, հասկացաք երևի։ Եվ ըստ ազգանվան այբենական կարգով էր գրված, այս ամեն ինչը շարված, ազգանվան առաջին տառերով, ազգանունը օգտագործելով այբենական բանով, հա։ Հանրապետականները հանկարծ որոշել են ինչ-որ բան խոսել։ Հանրապետականները, որտեղ որ մի հոգի է որոշում, թե ինչ պիտի արվի։ Տեսեք, վերջին մի քանի օրերին ողջ համացանցում տարբեր ԿՊ-ական դեմքեր հրապարակում են ԿՊ նախընտրական ցուցակի իրենց համարներն ու մարդկանց հորդորում իրենց օգտին քվեարկել։ Հատկանշական է այն, որ վարչախմբի առանցքային դեմքերն ընդգրկված են ցուցակի ներքևի հատվածում, ասենք Ալենը 249, Պապիկյանը 219, Հարությունյան Արայիկը 137 եւ այլն։ Այս կերպ սրանք փորձում են ժողովրդավարության հասարակ լինելու հերթական իմիտացիան ապահովել եւ մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե որքան հասարակ ու բարի մարդիկ են իրենք, սակայն դա ընդամենը ծխածածկույթ է, կիրառվող այս շոուն ընդամենը տեխնոլոգիա է, որը մարդկանց տանելու է հերթական մոլորությանն ու անհայտ ապակողմնորոշելու նրանց։ Ես հանրապետականներին ասեմ, որ եկեք, գիտեք, մի հատ ֆիլմ կա, չէ, որ Ֆրունզիկը շատ է ջղայնանում, էլ չգիտի ինչ ասի, որ ասում է «Տո սահմանափակ»։ Սա է, որ բնորոշում է էլի հիմա հանրապետականներին։ Նայեք, հանրությունը կապ չունի ներկուսակցական գործունեության հետ։ Իհարկե, ով ցանկանում է կուսակցական դառնա, դառնում է այնպես, ինչպես որ դառնում են առհասարակ կուսակցական։ Սա հանրության մասին չի, սա կուսակցականների մասին է, ովքեր որ ձեզ հեռացրել են առհասարակ։ Եվ այնտեղ հիմի կրակը չենք ընկել, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը, ասենք Աբգարյան չի, եթե լիներ Աբգարյան,
կլիներ առաջին համարը ու այդպես շարունակ էլի իմիջայլոց այդ միտքը լավ նկատել է Արթուրը Միրզոյան ու այդպես շարունակ ինչ ծածկույթի բաստը ասենք դուք խառը կդնեք կամ դուք ինչպես եք ընտրում կարող ենք իմանալ հանրապետականներ ձեր հերթականությունը ո՞նց է կազմվում զանգվելով տեսնվելով ձուկը քաբաբը մտածելով բա այսպես իմիջայլոց Վանեցյանը վերջապես հայտարարեց մասնակցության մասին։ Գիտեք, որ նա Վանեցյան Արթուրի Վանեցյանին հիշեցի, որովհետև դուք կոալիցիա եք, չէ՞, իր հետ ազգային ժողովում։ Գիտեք Վանեցյանի ռազմավարական ծրագիրը որն է ժողովուրդ ջան լինելու 115 օրից ընտրություններ են։ Կարող եք գուշակել։ Նրանց գործունեության նպատակը որն է։ Պաշտոնապես հայտարարեց մարդը, մենք ունենք ընդամենը մի նպատակ այս իշխանությանը հեռացնելն է։ Ուրիշ նպատակ այս մարդիկ չունեն։ Անկամ եթե հարցնես խի ինչպես բան, կխոսեն ինչից ասես, բայց Վանեցյան Արթուր, դու կարող ես ցուցադրել, իմիջիալը Ջորջան, այս 115 օրերի ընթացքում այս ընտրական process-ներին ու հայտարարություններին շատ ենք անդրադառնալու, ուրեմն Վանեցյան Արթուր, դու կարող ես ինձ ասել, թե Նիկոլ Փաշինյանի հեռանալը եւ իր թիմի հեռանալը, ԿՊ-ի հեռանալը որքանով է հանրությանը անհրաժեշտ եւ որ տեղերով անհրաժեշտ ինստիտուցիոնալ ինչ հարցեր է լուծում, ինչ առաջնային խնդիրներ է լուծում, իհարկե կենացների բանով չէ, տեխնիկապես ես խնդրեմ ցուցադրես դա, որովհետեւ ընդամենը ասել, որ մենք այդ մի նպատակ կունենք, հանրությունն էլ մի հատ նպատակ ունի, որ դու առհասարակ չբարձրանաս ազգային ժողովի աստիճաններով, որովհետեւ անցակ ազգային ժողով տեսանք վիճակներդ։ Տեսանք ինչով զբաղվեցիք առնվազն 2 տարի, դրանից հետո էլ մի լավ բան չենք տեսել, այնուամենայնիվ առհասարակ գործի չեկաք։ Առհասարակ, բայց հավելավճարները միանգամից ստանում եք եւ իշխանություններին մեղադրում ինչ որ պարգևավճար, դա պարգևավճար չի, դա հավելավճար է։ Որը ստացել են բոլորը հավասար։ Բայց ակնհայտորեն հանրության աչքին, հանրության մեծ մասը գիտեք ինչից է բողոքել։ Որ չհասկացան Քոչարյան բանն էլ Լևոնն էլ պիտի այդքան հավելավճար ստանա, Հայկ Կոնջորյանն էլ օրինակ։ Այսպես բաներից են դժգոհել։ Նրանք ինչ են արել, որ այս է եղել դժգոհություն։ Դուք գնացեք սրա մասին մտածեք։ Վանեցյան Արթուր եւ Դաշնակցություն։ Պարզապես հիմա օրենքը այդպես է, չես կարող այլ կերպ անել։ Եվ այո, ժողովուրդ ջան, մենք պիտի նկատենք, որ անգործներին, օրենքը այդպեսինն է։ Բայց այս անգործները աշխատավարձ են ստանում։ Ոչ միայն անգործները, այլ առհասարակ մի բան էլ գործանողներին են բանանում։ Էլ սրան չավելացնենք Վանեցյան Արթուր, այն քո թիմի ներկայացուցչին, ով դասախոս է աշխատում, դու նայ մեր կրթական համակարգը ձեր պատկերացմամբ, ով վաղար շաբաթի ընտրությունների թեմայով մարդկանց ուղղորդելու կոնկրետ քրեական հանցագործություն իրականացնելու թեմայով այդ փորձի համար ձերբակալված է հիմա։ Դուք ինչ ուզում եք հասնեք այդ նպատակին, որ ինչ անեք, որ մեր կրթությունը դարձյալ վերածվի այդ որակին։ Ես ափսոսում եմ, ինչքան որ տեղյակ եմ, այդքան էլ վատ դասախոս չի եղել համեմատաբար, բայց այնուամենայնիվ գիտեք ինչ, մեր իրականության մեջ այդքան կրթության որակի հետ պետքա ուսուցչի եւ կամ դասախոսի բարոյական որակներն էլ բարձր լինեն։ Իմիջիալոց այստեղ խնդիր կա եւ վստահ եմ այս խնդիրը լուծելու մասին շատ մտածում են ԿԳՄՍ նախարարությունում, բայց պետք է արձանագրենք եւ հայտարարենք եւ արձանագրենք այս խնդիրը, որ առհասարակ մեր ուսումնական հաստատություններում, երբ որ ուսուցչին բերեցինք, որպեսզի վերապատրաստվի ավել գումար ստանա, նա տեխնիկապես վերապատրաստվեց ու հիմա ավել գումար ստանում է, բայց բարոյապես նա չի կրթում երեխաներին։ Չի կրթում։ Եվ Հայաստանի Հանրապետության շատ դպրոցներից ես ստանում եմ, մեկը ես ստանում եմ բազում նամակներ, թե ինչպես են ուսուցիչները քարոզանում երեխաներին։ Ասենք Գյումրիում դպրոց կա, որտեղ որ ուսուցիչը համարձակություն է դրսևորում, կանգնի երեխաներին ասի տոբասապետություն է, սա երկիր է, այսպիսի խոսակցություն տանի աշակերտների հետ, անչափահաս։ Սա ես մինիմում խնդիրն եմ ասում։ Իսկ եթե տեղափոխվենք օրինակ մեկ այլ մեծ խոշոր քաղաքներից մեկը Հայաստանի Հանրապետության, տեսնելու ենք թե ինչպես են ոստիկանների կանայք իրենցով արել ամբողջ դպրոցը, դե ոստիկանները գիտեք,
Հին ձևերով ամբողջ դպրոցը եւ իրենք որոշում թե ով պիտի ոնց աշխատի, ով չէ։ Եվ բոլորը իմիջայլոց հակապետական պատկերացումներով։ Ոչ թե հակաքաղաքացիական պայմանագրային, ոչ, հակապետական, որովհետեւ նման դրսևորումները պետության եւ նրանց ծերունդներին փչացնելու մասին է։ Սա դեռ կրթության մասին, որտեղ որ ունենք այո լրջագույն խնդիրներ, ու գիտեք այս խնդիրը որ ինչից է գալիս։ Գալիս է նրանից, որ երբ որ նրանք առաջին փորձերը սկսեցին անել, եւ երբ որ ես գնացել էի լուսաբանելու, այդ ժամանակ դուք որոշում կայացրեցիք փափուկ ձևով հարցերը լուծել։ Երբ 5 կոլեկտիվները, ովքեր 2-3 $1000 մտել են գործի ու էլ չեն կարողանում բան անել, փող քերել, կաշառք քերել, սկսեցին իրենց միջից առողջ մարդկանց, նոր Հայաստանի ներկայացուցիչներին, ես չեմ ասում ԿՊ-ական, մարդկանց, ովքեր ազատ գաղափարների տեր են, ժողովրդավար գաղափարների տեր են, եւ չեն աշխատում այդ համակարգով, սկսեցին նրանց գլխին սարքել ու դուրս թողնել համակարգից։ Գալով ու ձեր մոտ կապիկություններ անելով, թե իբր գիտեք, նա պրավալ ծնողներին խառնելով շատ դպրոցներում շատ թեմաների։ Ես դպրոցներից ու բաներից, ծնողներից ստացել եմ երևի ավելի շատ բողոքներ, եւ եթե ես այդ ամբողջը հրապարակեի, չգիտեմ, կարող է տարընթերցում առաջանալ ու շատ վատ անդրադառնալ, բայց սրանց մասին հաճախակի խոսել ենք այս խնդիրների մասին։ Եվ ծնողներն էլ չեն ուզում մտնել այդ դաշտ, ինչու պիտի մտնեն, նրանք ծնողներն են, ունեն քաղաքական պատկերացումներ, հարցը դա չի, կամ կարող է չունեն, կամ չեն ուզում Երևան կամերայի առաջ, ինչի համար Երևան։ Սա պետական հաստատություն է, դուք էլ պետությունը, ասում են գնացեք, կարգավորեք այս հարցերը։ Առաջարկներ կան, առաջարկներ չկան, ասենք, թե գնացեք մտածեք։ Որտեղից առաջարկ լինի, եթե մենք տենց ապրել ենք մի ժամանակաշրջանում, որտեղ որ կրթությունը կներեք նորաձև չի եղել, մեղմ ասած։ Ու հիմա այս ուժերը եկել են ուզում են հետ քաշել Հայաստանը գցեն էլի իրենց մի բան էլ դուրս են եկել, ժողովրդավար մոտեցումներն են ծախրում, սա ծխածածկույթ է ժողովուրդ ջան, ժողովուրդը ինչ կապ ունի ներկուսակցական ընտրությունների հետ։ Մի հատ քաղաքացի ճանաչում ես, որ իրավունք ունի այնտեղ ընտրի։ Անկամ ոչ բոլոր ԿՊ-ականները իրավունք ունեն ընտրելու, ոչ բոլորը։ Պատվիրակներն են ընտրում։ Ձեր կուսակցությունից ինչ կա, դուք այդ պատմեք։ Որոշեցիք վերջը մասնակցելու եք, թե չեք մասնակցելու։ Հարցումները պատվիրում եք թակուն, տակից, իմիջալոց այդ ինչ հարցումներ են, մեկ էլ նայում ես, տեսնում ես հարցում է հրապարակած, ում կտրեք, եթե լիներ բան, ընտրություն հենց հիմա, ու դրվածա կամ 4 կամ 5 հոգու անուն, են որ մարդկանց աչքը սովորացնում են այդ անուններին, էլի, բնականաբար Նիկոլ Փաշինյան այդ մեկը չեն կարող չդնել, ձևիստներին են արդեն շատ դնում, Քոչարյան Ռոբերտ Սարգսյան հիմնական մշտական կտրոն ունեն երևի, Թաթոյանին են շատ դնում, մեկ-մեկ էլ են սրբապիղծ մանկապիղծ դոգին։ Ձեր կարծիքով իրանք են մասնակցում ընտրություններին։ Չէ, վերջերս Սարուկյանին էլ են դնում, ճիշտ է։ Իրանք են մասնակցում ընտրություններին։ Սա ժողովուրդ ջան, ուրեմն, երբ տեսնում եք նման բան, պարզապես մտնում եք այն վերևի 3 կետիկները, բլոկում եք այդ տվյալ հարթակը։ Ինչպիսի հարթակ ուզում է լինի։ Ուզում է ձեր Facebook-յան ընկերներից լինի։ Ուրեմն նա աշխատում է նրանց կողմից, վերջին թվարկածներից կողմից։ Նա փորձում է ձեր աչքին սովորական դարձնել այդ անունները, որպեսզի կենտրոնանաք դուք արդեն այդ անունների վրա։ Այնտեղ բազմաթիվ քաղաքական ուժեր կան եւ ժողովրդավար ուժեր, որոնց որ չեմ տենում ինչ որ։ Ասենք բանը Հանրապետություն կուսակցությունը չի մասնակցելու այս ընտրություններին, ըստ ձեզ հարցում անողներ ու կամ պատվիրողներ։ Ինչ եք փորձում նրանց արանքից անել։ Չէ, ես հասկանում եմ ինչ եք փորձում, բայց Ժորժ ջան, այ հենց այստեղ է կայանում ռեսուրսների ինչպիսին լինելը եւ ով ինչի է ընդունակ։ Նրանք ընդունակ են ձեզ խաբելու, ընդունակ են ձեզ ֆռացնելու։ Այ հենց սա են ցույց տալիս դրանով։ Իսկ դուք մեդիագրագիտության մասին մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք։ Դուք պիտի սա հաշվի առնեք։ Ինչպիսին կլինի ընտրությունը, իհարկե ես չեմ կարող ինձ թույլ տալ ուղղորդել, եւ չեմ էլ անի դա, բայց դուք պիտի սա հաշվի առնեք։ Չգիտեմ, հանուն Հանրապետության կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին։ Արման Բաբաջանյանը չի լինելու իրենց տեխնացուն։
Ինչի՞ չեք ներառում այդտեղ։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությանը ինչի՞ չեք ներառում այդտեղ։ Թաթոյանին ներառում եք նրանք, չէ՞։ Սերժին ներառում եք նրանց, չէ՞։ Եվ այս ու ամեն դեպքում անգամ իրենց պատվիրած կայքերով տեսնում են հանրապետականները, որ իրենք մեռած վիճակում են, ֆիզիկապես չէ, բնականաբար, քաղաքականապես, մեռած վիճակում են։ Ու Սերժին հարց են տալիս, դե մենք դեռ որոշում չենք կայացրել, վայ, բա ուր կորավ են բանը էլի, զգացմունքները, են հայրենասիրությունը, են հայրենիքը փրկելու ձեր ընդունակությունները, ցանկությունները, ձեր են, չգիտեմ, էլ ոնց ձևակերպեմ, մի պահ պայթում եք արդեն։ Բա ինչ եղավ։ Սրա այստեղ գաղափարախոսական ճակատամարտ է ժողովուրդ ջան, լավ իմացեք։ Ու շատ լավ նրանք հասկանում են, թե ինչքանով է այս ճակատամարտը որոշիչ դեր խաղալու մեր սերունդների վրա։ Դուք կարող եք, գիտեք, զգացմունքային առումով դուք կարող եք չսիրել կամ չընդունել այս ինչին կամ ամեն ինչին, բայց հանուն մեր պետականության դուք պիտի շատ զուսպ ձևով ու սառը հաշվարկով ձեր որոշումը կայացնեք։ Ես հիմա մի բան ընթերցեմ, հիանալի է բնորոշել իմ ընկերներից Հայկը Թորոյան։ Հիանալի, կարճ համառոտ։ Հարգելի հայրենակիցներ, Կալուգացի Սամոյի կուսակցությունը, Քոչարյան Ռոբի կուսակցությունը եւ այս տեսակ ընդդիմադիակները ընտրություններին ինչքան ձայն ստանան, ապա քաղաքակիրթ աշխարհը, Եվրամիությունը, ԱՄՆ-ն դիտարկելու են, որ Հայաստանում այդքան մարդ ցանկանում է, որ Հայաստանը ետ վերադառնա ռուսական լծի տակ։ Այդպիսով քաղաքակիրթ աշխարհը միանշանակ հեռանալու է Հայաստանից եւ այլևս կմոռանա Եվրամիություն, ԱՄՆ եւ Հայաստանում ժողովրդավարությունը։ Իսկ անվտանգության մասին էլ չասեմ։ Միանշանակ կարճ ժամանակ անց Ադրբեջանը Պուտինի դաբրոյով նոր ագրեսիա է իրականացնելու։ Այս ընտրությունների արդյունքները հստակ մեսիջ է լինելու ամբողջ աշխարհին, թե հայ ժողովուրդը որտեղ է տեսնում իր ապագան եւ առհասարակ տեսնում է, թե ոչ։ Մեզ համար ամոթալի կլինի, եթե այս ուժերը անգամ 5% քվես ստանան։ Եվ ես ամբողջովին համաձայն եմ այս գրառման հետ։ Այստեղ դեռ բավականին համառոտ է գրված։ Կարելի է ասել, որ երեք իրենց հավաքը իրականացրեցին, հայտարարություններն արեցին, կարելի ասել, որ Պուտինը, այո, խոդի տվեց հայկական բիձինային, իր վրացական պլանը։ Արդեն մենք տեսնում ենք, դուք տեսել եք Վրաստանը ինչ դարձավ մի քանի տարիների ընթացքում։ Այո, նրանք դրա համար թանկ վճարեցին։ Բայց նրանք հարգելով դա, որ թանկ են վճարել, ուրեմն պիտի մաքսիմում օգտվեն հնարավորություններից, գնացին այդ ճանապարհով։ Շատ կտրուկ զարգացումներ տեղի ունեցան այդ երկրում։ Իհարկե, ի տարբերություն մեծ Վրաստանը ավելի նպաստավոր դիրքերում էր, ի սկզբանե, ունենալով ծով, չունենալով բացարձակ այնպիսի թշնամանք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ինչպես մենք, եւ իր անվտանգության համակարգը շատ արագությամբ կարողացավ տրանսֆորմացնի։ Բայց այսօրվա դրությամբ արդեն տեսել եք ոնց են փակվելով գալիս եւ իրականում հեսա մարտ ամսից էլ գարնանից էլ սկսում են սահմանափակումները եւ իրենք էլ դառնալու են ընկնելու են այն կարգավիճակում, ինչ որ մենք էինք, երբ որ տուն էինք ծախում, որ մի հատ վիզա ստանանք, մենակ թե փոկվեին այս երկրից մարդիկ։ Իսկ ազատականացված էր, գնում էին մեր խոպանը Ռուսաստաններ, իրանցը Եվրոպան ու Ամերիկան, աշխատանքային եւ այլն, այնտեղից էլ էին գալիս, զարգանում էր իր համար։ Բայց քիչ-քիչ լցնելով այս դժգոհությունները արհեստական, այս ամեն ինչի միջով մարդկանց բերեցին նրան, որ հեսա մի հատ ալիգարխա գալիս, ամբողջ հարցերը լուծի վերջնական։ Հարցեր միշտ են լինելու, միշտ։
Ու ամեն անգամ չենք նստել ու սպասենք ով է գալիս մեր պետությունն է, պիտի սկսենք սովորել մեր պետության մեջ ապրել։ Եվ մենք տեսնում ենք բազմաթիվ ծրագրեր, որ իրականացվում են։ Եվ հիմա 3 խոդի տվեցին բիձինային, բայց դրա մասին արդեն կարճ դադարից հետո։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հայրենակիցներ։ Ուրեմն ելույթ ունեցան ծայրից ծայր սուտ խոսալով, սուտ, ծերից ծեր։ Ես կարող եմ այդ 1 ժամ 40 քանի րոպեեր, 43, 44, եթե չեմ սխալվում, կարելի էր զուգահեռ դնել կողքից ամեն տառը բառը բանանելով, ուսումնասիրելով, բարձրաձայն քննարկելով գնալ։ Ամեն մի տառն ու բառը, բացարձակ ոչ, բայց բումը ամենավերջին հատվածն էր, երբ որ խապեցին թե այնտեղ նստածներին, ովքեր սիրում են քաղցր սուտ, մեկը ես քաղցր սուտ չեմ սիրում, ինձ համար ճշմարտության անգամ դառնությունը ավելի կարևոր է, քան քաղցր ստերը, քաղցր ստերը ինձ բերել է լրիվ ուրիշ տեղ է հասցրել, որտեղ որ իմ խղճի վրա ծանրացել է շատ բաներ, որպես քաղաքացի, հա, որից ես փորձում եմ մաքրվել, ես պատասխանատվություն ունեմ այդ առումով, ուրեմն ամենավերջում էլ բերեցին ու ամենամեծ սուտը ներկայացրեցին, ասում է իսկ հիմա, քանի որ դատարանը, չգիտեմ, այնտեղ քննչականը, դատախազությունը, չհասկացա որ մի կառույցը, քանի որ չեն թույլատրել, որ Սամվել Կարապետյանը հրապարակային կոչով հանդես գա, մեր իրավաբանները, փաստաբանները, թեով այդ հարցով գիշեր-ցերեկ չեն քնել, մտածել են ինչ անեն, որոշել են, որ այդ տեսաուղերձը արհեստական բանականության միջոցով ստանան եւ դա հրապարակեն։ Տեսեք ինչ մեծ գործ են արել։ Ու դրեցին մոտ 12 րոպե արհեստական բանականությունը Սամվել Կարապետյանի դեմքով խոստումներ է տալիս հանրությանը։ Դա ոչինչ դեռ նայում է, ինձ համար ծիծաղում է, սիրուն բաներ, ասենք կարելի էր, տես հումորային բաներ, լավն էր, բայց ես զարմացա, որ վերջում բոլորը լուրջ ծափահարում էին։ Զարմացա, որ վերջում հասկացա, որ դա իրենց լրջության մաքսիմումն է։ Որովհետև ես դրան մոտեցել էի որպես հումոր։ Տեսեք։ Ես հատկապես այնտեղ ներկաներին ասեմ, հարգելի հայրենակիցներ, իհարկե ձեր որոշելիքն է, բայց աշխարհում ոչ ոք դեռևս արհեստական բանականությանը դատի չի տվել իր գործունեության համար, առավել ևս չի էլ շահել դատը։ Հիմա արհեստական բանականությունը ձեզ խոստումներ էր տալիս։ Ես ուզում եմ հասկանալ, հետո դուք ումից եք պահանջելու։ Ումից ու ոնց։ Այդ խոստումների չկատարումը կամ կատարման ձևերը, այդ խոստումների կատարմանը մասնակից լինելը ոնց եք կազմակերպելու։ Ասեք, դա չէր։ Սա ծաղրու ծանակ է մեր հանրային մենտալիտետին գիտակցության հանդեպ, ծաղրու ծանակ, ներկայացնում է, որ ուսուցչի ընտանիքից է եղել, ես հարգում եմ, իսկապես փոքրուց ինձ մոտ եղել է մշտապես ակնածանք ուսուցիչների հանդեպ մեծագույն հարգանք, չնայած որ ցավոք սրտի շատ քիչ ուսուցիչներ եմ ունեցել, 2-3-ը, ում որ ես հարգել եմ իմ կյանքի ուսուցիչ եմ համարել անգամ Դպրոցից չէ ընդ որում, դպրոցից մեկին կարող եմ միայն ասել։ Հասկանում եք, բայց այնուամենայնիվ իմ ակնածանքը մեծ է եղել ուսուցիչների հանդեպ։ Բայց լավ, ձեր պարագայում ուսուցիչը տանից էր։ Հարգանքներս պապիկին, եթե չեմ սխալվում։ Ձեզ սա է սովորացրել։ Սովորացրել է, թե ինչպես կարելի է անարգել մարդու գիտակցումը։ Արհեստական բանականության ելույթը
բերել վաճառում եք մարկանց վրա որպես առաջնորդի խոսք ձեր ձևակերպմամբ։ Էս ինչ էր։ Հիմա Ալբանիայում մի հատ կար, չէ, արհեստական բանականություն նախարար ունեին։ Նու, տես բան իմաստով էր օգտագործվում։ Մենք ռեկորդ ենք սահմանում, ժողովուրդ ջան։ Արհեստական բանականությամբ վարչապետի խոստումը ծափահարում ենք։ Ինչ է հետի։ Հիմա ես կարող եմ հանգիստ ChatGPT-ին ասել մի հատ ինձ համար մասնակցելու եմ ընտրություններին մի հատ նախընտրական բան կազմի ինձ համար, դե որով մի հատ թեթև կխմբագրեմ, դա դնեմ ասեմ ժողովուրդ ջան, նայեք ինչ լավ բաներ եմ ձեզ ասում, ու դուք ծափահարեք, այդպեսի բան կլինի այն մարդ։ Էս ինչ է։ Չէ, ես չգիտեմ, հեռավոր ապագայում դա նորմալ կլինի թե չէ, որովհետև կյանքն ես խելահեղ արագությամբ զարգանում, որ ամեն ինչ կարելի է սպասել, բայց կներեք, համենայն դեպս հիմա որևիցե իրավական նորմերով որևիցե բան չկա, բայց սա էլ դեռ մի կողմ, ես մեկ խաբեությունը մի կողմ, բու խաբեությունը ժողովուրդ ջան կայանում էր լրիվ ուրիշ բանում, Civic AM-ը վերստում հարցում ա ուղարկում համապատասխան կառույցներ, ճշտելու համար, այս մարդուն հրապարակային խոսքը իրականում արգելել էին, թե չէ, արգելք կա, թե չէ, ինչինի պատասխան ստացել է նամակ, որ Սամվել Կարապետյանի վրայից վաղուց հրապարակային կոչերը արգելքը հանված է, այսինքն ինքը շատ հանգիստ կարող էր ինքնուրույն կոչով դիմել։ Եվ ինչա ստացվում, քանի որ այս մեր համով աղբերը չի կարող պարզապես չի կարող հրապարակային կոչով դիմել, չի կարող ինքը մի անգամ երկու նախադասություն ասել, արդեն այդ երկու նախադասության մեջ մի 3 անգամ վիրավորել է գրեթե բոլորից, որից մի երկու անգամն էլ բանա, սահմանադրական կարգ է խախտվել։ Այս մարդը չի կարող հրապարակային կոչով դիմել Հարությանը, դրա համար չի դիմել, բայց նստել գրասենյակում մտածել են, լավ, հոպարը չի կարում հրապարակային կոչով, ինքը հռետորական արվեստին չի տիրապետում, տեքստը գրենք անգիր սովորի, չգիտեմ, երևի Բերթում ժամանակ չունի անգիր սովորի, չնայած մենակ նստած կամերում, ընդ որում իր նամակի հիման վրա ասել է ինձ առանձին սենյակ, չգիտեմ խի, ուժեղ տղա է, ասել է ինձ առանձին սենյակ դրեք, հանկարծ մարդ ես, մի ամիտ ուժը մեջս չզարտնի ու ես դնեմ սակամերնիկներից, չգիտեմ, մի խոսքով, ինձ մեկուսացրեք հանրությունից, որովհետև ես վտանգավոր եմ իմ ուժով հանրության համար։ Ու ինքը այդ 24 ժամ, որ կամերում բենակ է, չէր կարող մեկա դա սովորեր։ Բա ինչ անենք, լավ, ինչ չանենք, եկեք ChatGPT-ին կա ու կա։ Վարդևանյան ջան, մի հատ քո ձևով։ Երևի ալիքի հետ նստել են, քննարկել, գրել են, իմիջայլոց շատ հնարավոր է Ամստերդամն էլ բան արած լինի, կողքից միջամտած օգնած լինի, իհարկե այստեղ չենք մոռանում հրյա քաղտել խնոլոգներին, ովքեր ասել են, թե շեշտերը ինչերի վրա է պետք դնել, $500,000 դիմաց, վերջացավ, տեքստը պատրաստ է, Սամվել Կարապետյանի նկարը ունենք, ոնց չունենք, ֆուրի վրա խփած է հենա, վերցրել բերել են համալիր, ընդեղ մի 10,000 հոգի մարդ նստած, նայում է այս ամեն ինչին լուրջ հիացմունքով ու վերջում ծպարում։ Հիմա այդ հայտարարությունը, են ինչ ծիրկը, բա որ սես ծիրկ կարեք սույս տեք, այդ շենքը եք 10 տարի ձգում։ Ներողություն ժողովուրդ ջան, հիմա դարի նստի մեկնաբանի այս մարդկանց գրած տեքստի վրա արհեստական բանականության միջամտությամբ արտահայտած մտքերը։ Ինչը մեկնաբանես։ Չէ, կարելի է իհարկե, որովհետև
անգամ ես պարագայում շատ խոցելի տեքստեր ասում, չափազանց խոցելի, բայց միևնույնն է, դες ստացվում է, որ ես էլ կդառնամ են ծապ տվողներից կամ ծապ չտվողներից, համենայն դեպս կլրջանա թեման, չի կարա տենց լինի։ Աղքատների մասին էլ մտածում։ Ցիրկի Տոմսերը գիտեք ինչ կան հա, մատ զանգեք ճշտեք։ Ես ոնց հասկացա մի 30-40 հազար դրամ գալիս հասնում է։ Սոցիալական արդարությունից են խոսում։ Վայ։ Լավ, ամեն դեպքում։ Հələ դրանք են կողմ, դրան տես չանդրադառնանք, չնայած հանրության պահանջով, եթե հանրությունը մեկնաբանությունների դաշտում ցանկություն հայտնի, ես սիրով այս պարագայում կարելի ասել ChatGPT-ի հետ, Վարդևանյանական ChatGPT-ի հետ էլ կմտնեմ մրցակցության, որովհետև անգամ այդ պարագայում ամեն ինչ չէր, որ իդեալական էր, բայց դնենք սա մի կողմ կանք հələ Նարեկին Կարապետյան, ով որ շատ sense սրտի թրթիրով, փայլուն աչուկներով ներկայացնում էր այդ անակնկալը մեզ բոլորիս, մեզ սպասացնելով մի քանի օր, այդ էլ է տեխնոլոգիա։ Պետք է մարդկանց մեջ հասունացնել սպասումը, հասկանում եք։ Հա, այն ջհուդը այդ 500 միլիոնի մեջ էլ է ասել։ Էդի բայց ես կասեի, անվճար կասեի Նարեկ ջան։ Եթե պիտի կպան ձեր նման հակառակորդ ունենա, լուրջ եմ ասում անվճար այդ խորհուրդը կտայ։ Կամ եթե նայեք մեր հաղորդումները, այն մեդիագրագիտության մասին երբ որ խոսում ենք, դա մեջը ձրի դրած էր։ Այնպես որ խորհուրդ եմ տալիս մեր ձևիստներին բան անել, ազատշփում հաղորդումները բաց չթողնել։ Ուրեմն, այդ տեխնոլոգիան էլ է կիրառվում, բայց տես Նարեկ ջան, այդ որ տենց սպասումներ ու վերջում մի հատ sense անակնկալ Սամվել Կարապետյան։ Ասեք չի կարելի։ Չի կարելի։ Այսքան անպատասխանատու մոտեցում հանրությանը, այսքան արհամարել ու թքած ունենալ օրենքների, իրավական կարգավորումների, հանրության պատկերացումների վրա, այսքան չսիրել հանրությանը, ու ինչ են մտածել, ասում են ճիշտ է, այդ հոդվածը արգելում է, բայց մենք կարանք սենց անենք, իրեն ներկայացնում ենք վարչապետի մեր թեկնածու, Քարոզ Արշավը տանում ենք, դենքը ուժեղ մարդու կերպարա նրա շուրջը կհավաքվեն, հետո վերջին պահին բնականաբար ինքը չի կարա լինի վարչապետ, մենք դառնում ենք մեծամասնություն, ազգային ժողովում չէ որ ժողովուրդ ջան հիշեցնեմ, մենք վարչապետ չենք ընտրելու հունիսի 7-ին, մենք ընտրելու ենք կուսակցություններ, ազգային ժողովի համար ու կուսակցությունների առաջին համարներն են գնում վարչապետության։ Հիմա սրանք ինչ են ասում։ Ասում են ախպեր, ոչինչ, դե հանրության մեջ ամեն դեպքում մեծա չէ, սպասել կտվյալ կուսակցության առաջին համարը ով է։ Ասում են ոչինչ, մենք կբավարարենք արհեստական բանականությունով ստեղծած Սամվել Կարապետյանին, մենք կգնանք ընտրությունների, կհավաքենք մեծամասնություն, կմտնենք ազգային ժողով, հենց առաջին նիստի ժամանակ այս օրենքը կչեղարկենք, որովհետև սահմանադրության մեջ գրված է, որ ինքը կարա ազգային ժողովի մեծամասնության ձայներով փոփոխության ենթարկվի։ Արագի մեջ այն մյուս օրենքը առանց ձեզ բոլորիս, ինձ, ձեզ, իրանց ընտրողներին, մի խոսքով բոլորին հաշվի առնելով կբերենք այն մյուս օրենքը, որ կարելի է երկքաղաքացիությամբ դառնալ բան վարչապետ, կբերենք Սամվել Կարապետյանին կդնենք այդտեղ մի 10 օրվա ընթացքում, ինչ է եղել որ։ Այս պարզ գործողությունն են փորձում իրականացնել, որը իմիջայլոց շատ նման է բանի, այն ջիհադիստների առաջնորդի ասացին, նա էլ որ ասում էր ձեր ոչինչ, որ ես Կանադայի քաղաքացի եմ, մեկը օրենքը շատ ուրիշ ձևերել կա բան անելու, շրջանցելու այս կողմ են կողմ, դուք հələ դուրս եկեք փոխենք, ես հետո կասեմ ոնց ալնում ու չէին ուզում ես դրա մասին ուղիղ ասեին, էլի թաքուն էին պահում, այս պարագայում արդեն ի տարբերություն ջիհադիստների սպոնսոր Տաշիր Սամոյի սա փորձեց
թույլ չտալ, որ քաղաքասարակությունը կռահի այս խարդավանքը եւ խարդախությունը եւ որոշեցին անձամբ իրենք ներկայացնեն, որովհետեւ այդ թեմայի մասին արդեն շատ մարդ գիտեն։ Իմիջիալոց սրանով իրենք պաշտպանվեցին դաշնակներից։ Շատ մարդ գիտեն, ուրիշ տեղից կարող է դուրս գա, մինչեւ իրենք արդարանան, արդեն ուշ լինի եւ իրենք որոշեցին ներկայացնել, թե ինչ են պատրաստվում անել։ Այս միակ լավ բանն էր, որ տեղի ունեցավ այդ հավաքի ժամանակ։ Թակ միատիկ լավ բանը, եթե կարելի է դա լավ բան համարել։ Մնացածը, Նարեկ ջան, այդ հրյա քաղցեխնոլոգներն էին խորհուրդ տվել, որ ասեիր դե սրանք 8 տարիա կառավարում են, հələ սոված են, իսկ ժողովրդին պետք է կուշտ առաջնորդ, մենք կուշտ ենք։ Հիմի հարց տամ, ես ինքս կուշտ եմ։ Կարող եմ վարչապետի թեկնածություն առաջադրել, կամ եթե վարչապետի թեկնածություն չեմ առաջադրում, ուրեմն ես սոված եմ։ Դու այսպես ես որոշել մարդկանց վիրավորել, դու հասկանում ես, որ չափերն անցնում եք ամբողջությամբ։ Եվ երկրորդ, ինձ հետաքրքիր է, թե կոնկրետ որն էր այն վերջին բլյուդը, որ ծամում եք, ուտում եք, որից հետո հասկացաք, որ վերջ, արդեն կշտացաք, եթե իհարկե կշտացել եք։ Եվ ինքնուրույն կկշտանայիք արդյոք, եթե պետությունը չմիջամտեր հեծի պահով եւ չհաներ դուրս ձեր բոլոր ծամացներն ու կերածները։ Իսկ ժողովրդական իմաստությունն ասում է, որ ախորժակը ծամելուց է բացվում։ Գուցե որովհետեւ ծամելիք են կոմնա ու դուք դե գիտեք ոնց է առհասարակ այդ գիտնականներն են բարձել, ես չեմ ասում, ստամոքսից ուղեղ սիգնալը, որ ինքը արդեն կուշտ է, 15-ից 20 րոպե է տևում, մինչև հասնում է։ Դրա համար շատերը առանց հասկանալու շատ ուտում են, սիգնալը հետո հասնում այդտեղ տենում են արդեն պայթելու վրա են, որովհետև այդ ընթացքում չեն զգում։ Նաև կա այդպիսի հին խոսք, որ սեղանից պետք է վեր կենալ կիսաքաղցած։ Այսինքն ոչ ամբողջովին կերած կշտացած, այլ մի փոքր տեղ թողած, որովհետև մի 20 րոպեից սիգնալը, որ հասնի ուղեղին, որ կուշտ ես, դու արդեն լինելու ես կուշտ։ Հասկանում եք, sense բան կա։ Որ պայն եք դուք հասկացել սրա մասին։ Սա ինչ արտահայտվելու միջոց է։ Միջազգային կապերը, բան, որ կապերը, այն օֆշորային կապերի մասին է խոսքը։ Թե Ամստերդամի նմանների հետ կապերի մասին է խոսքը, դրսից մարդ եք, դրան ասեք, թող լեզվին շատ չտա, ու նա օտարերկրացի է, իմ պետության վարչապետի հասցեին, ով էլ որ նա լինի։ Ես չեմ թույլ տա, որ մի սրիկա կանգնի ու անի արտահայտություններ։ Դրա լեզուն ասեք, թող չափավորի, այլապես շատ լուրջ հետևանքներ դա կունենա։ Ես որևիցե օտարերկրացու թույլ չեմ տա ձեզ ծաղրեն։ Դուք ոնց եք թույլ ցանկացած որևիցե հայի, անկախ ամեն ինչից։ Որովհետև իմ սրիկան դա իմ սրիկան է։ Դուք ոնց եք թույլ տալիս երկրի ղեկավարի հասցեին որևիցե մեկը օտար երկրացի օտարազգի անիտավ նմանատիպ հայտարարություններ ու արտահայտություններ։ Սա է ձեր թասիբի մակարդակը։ Սամվել Կարապետյանը սա է մոդայիկ դարձնելու, նորաձև դարձնելու հայկական իրականությունում։ Այն էլ ինչ որ մեկի, ով որ թուրքերի պրոյեկտն է, ով որ թուրքերի շահերն է ներկայացնում միջազգային ատյաններում։ Մնացել էր ինքը գարին վարչապետի մասին, իմ երկրի պետության լեգիտիմ ղեկավարի մասին նման բան խոսեր։ Կամ ասում եք բերանը չափավորում է, կամ արդեն կոպիտ կսկսենք խոսել իրար հետ։ Եկեք քաղաքակրթական ցենզերը չանցնենք։ Խորհուրդ եմ տալիս ես իսկապես, որովհետև դուք եք քաղաքականության մեջ ու գուցե ավելի շրջանական բանը սահմանափակ եք։ Ես բավականին ազատ եմ։ Եթե ոչ հեռուստատեսությամբ, ապա հաստատ իմ էջերով այն չեմ եկեք բառացի չասեմ ինչ կլինի։ Չանցնեք չափերը։ Հետ են մնացել պակաս նա կանգնի ու խոսի չափերն անցնելով։ Մնացած թեմաներին դեռևս չանդրադառնամ, բայց մի բան հաստատ է։
Մի բան ասա, դուք խամաչիկ եղել եք, կակ ու լինելու եք, ու ձեր նմանները հայկական իրականության մեջ պիտի մի հատ ձեն չստանան։ Ու այդ ծափահարողները թող սա հասկանան, որ եթե այո ուզում են հետա մնաց երկրի կցորդը դառնալ, թող գնան դառնան։ Իմիջիալոց ոնց հասկացա Ռուսաստանում հեսա այս WhatsApp, այդ զանգերն էլա փակվում։ Եթերում ազատ չփուբներ, այս թեմաներով դեռևս կխոսենք, լավ մնացեք։